Անոնց ներկայացուցիչ ենք ունեցել ժողովուրդ ջան, բայց կան վարորդը, կան ավտոյատեր, ոչ ոք չի տեսել իրան։ Այդ տվյալ անձնավորության աշխատավարձ են տալիս ու մեզնով չի զբաղվում, ինչ հիմար են տալիս։ Խնդիրը օրինակ չի բարձրացել։ Մենք միշտ էլ ասել ենք, մենք միշտ էլ ասել ենք, միշտ էլ ասել ենք։ 6 ամիս առաջ արդեն Ամեն հանդիպման։ Այսինքն խնդիրի առաջ ենք այնը, այսօր խնդիրի առաջ ենք։ Այսօր չունենք։ Այսօր չունենք։ 5 ամիս առաջ ունեցել ենք, բայց ուր է եղել։ Պլյուս ռեժիմն են այդ օրենքն են խստացել է, հիմա արդեն խնդիրի առաջ ենք։ Իսկ գարկանասունները մեզ բավարար է եղել գնալ գալու համար։ Եթե մարդը մոտավորապես հա օրվա ապրոստից զրկվել 40 հոգից 60 հոգի դեպոտ են։ Ստեղ մենակ օրվա ապրուստի օրվա հացի հարցը չէ։ Նայեք, իշքան վարորդ կա հավաքված, էդի բազմապատկեք մեր 10 որ սաղ ճանապարհներին են։ Ամեն մեկ երրորդ վարորդ տունը դրե վարկ ավտո է առ որ կրնանա իր երեխու մեկը դոր հացը աշխատի։ Մեզ մարդիկ ստեղ կայնած սաղ այդ բանկերը վարկերը ամենամիջին քնի ավտոն $45,000 է։ Պատկերացնես că մինչև բանկին կփակվի էդի դառնագի $70,000։ Մարդ կա ստեղ ամիսը $2,000-ով վարկ ուզե, բայց եկես ստեղ կայնել է այդ դեպորտենողները բհմի իշ պետք է լինեն։ Դոնց մասին Ոեսի բոլորիս հարցն է, երգիրը, եթե տնտեսությունը չաշխատավ, ու կրնա շատ լավ ոստիկանություն էլ ունենա, բանագել ունենա, բայել է պետք չէ դա ամենին։ Բեռնա փոխադրումը տեսեք, սպայքին կայնել է, իշքան կնային թանգացումները սկսեց աճել է։ Մենք ենք մի երկաթգիծ չկա, սամալյոտ չկա, այդ ֆուրերն են ապրանքը բերողը, տնտեսությունը ֆուրն է պայողը։ Դուք մի հատ մաշվեք, մի ավտոն տարվա կդրվածքով իշքան հարգուտ ուր կմուտը է պետությանը։ Ու իշքան օգուտ է տալիս պետությանը, որն որ խոսքի իր այդ գումարով, այդ ամեն ինչով իրանց ընտանիքներին օգուտ է տալիս, չէ՞։ Բայց մի հատ հարց իրանք չկարողացան լուծել։ Բայց որևէ մի Ղազախստանը, Ուզբեկստանը, Վրաստանը այդ հարցը լուծեգը, բայց ինքը չի կարա լուծել։ Մեր խնդրանքը ուղղակի ունին բոլորին, մեր հավաքը չքաղաքականացնեն, մենք ոչ դիմություն ենք, ոչ ընդդիմություն, ոչ նախին, ոչ ներկա, մենք երրորդ դասարան ավարտած ֆուրի շոֆեր ենք, սաղ կյանքերը շոֆեր ենք եղել։ Մենք չենք ուզել ստեղ կա ընդդիմության դեպուտատ խոսա կամ ավականի խոսակամ եսի միջ ընդդիմությունը նման լծակներ չունի այս հարցը լուծելու համար, մենք այդպես կդիտարկենք։ Կանգնելով, թող կանգնին, բայց չխոսան իրանց PR չենեն, իրանց խոսքի 26 թիվը չապահովեն։ Մեզի մենք կգտնենք մեր լծակ կառավարությունը ունի լծակներ, որ կրանա այս հարցը լուծել, խնդրենք կառավարությանը ու կպահանջենք, որ այս հարցը մեր հարցը մի շաբաթ դրացա Դե նոր պարոն Պապոյանը եկավ երկու պարկոսած գնաց սպասենք իրան։ Նիստից հետո իջնելու է։ Նիստից հետո հուսով ենք իջնելու են մեր հարցերը։ Ղազախստանում այս հարցը 3 օրում լուծել են մարդիկ։ Եվ մի ղազախական վարորդները կարող մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, Դաշնության անդամ երկիր ենք, բայց իրավունք չունենք մուտք գործել։ Ում է հարցը էլ շատ ընձի հետաքրքիր է երևի բոլորին։ Ինչն է խնդիրը, որ թուրքական համարներով, թուրքական պասպորտով թուրքը կրնա ազատ մտնի Հայաստանի Հանրապետության տարածք ֆուրով, կատարե բեռնա փոխադրումներ։ Սա Հայաստանի Հանրապետության տարածքով բռա ու հայկական համարներով, հայկական անձնագրով ֆուրի շոֆերը չի կրնա մտնի Թուրքիա։ Ինչն է դոր պատճառը։ Ապապ ռուսական վարորդների համար դեպի Հայաստան մուտքը ոչ մի արգելանք չկա, ոչ մի ժամանակային ինչ-որ գրաֆիկ չկա, որ իրանց դրած։ Ես կան ժամանակ 1000 տարի ֆուր կքշեմ, չեմ իմացել միամ Ռուսաստանի քաղաքացի վարորդի Բագրատաշենի տամոշին դեպորտեն է ինչ-որ հարցի մամը։ Իրանք քանի որ ուզենան բայց երտաս լարսի տամոշի կուր օրը 15-20 շոֆեր դեպորտեն են նիզաշտով դերը։ Ամեն օր ավելանում է քանակը։ Երեք իրիկուն դաշը քնած տեղը տղեկի դռները ծեծել են, քնած տեղից հանետալ են 5 տարում սաղին դեպորտ են արել մարդկանց։ Թղթերն են ուղարկել են սաղի մոտ այդ թղթերը կա։ Մարդիկ քնած ինչ է նշվում։ 90 օրից ավել է մնացել։ Այդ 90 օրը ոնոր եղել է 180 օր, հիմա տարել է 90 օր։ Երեք իմ ընկերներին դադարք մեքենաներով կերտային Վլադիկավկազ երկաթ բառնային հետ կային, տամոշին անցել են Վլադիկավկազի ճանապարհին 3-ին էլ դեպորտենել է։ Ամենացավոտ խնդիրը մենակ Վլադիկավկազում են անում։ Ռուսաստանի ոչ մի տարած չկա, մտնում ես Վլադիկավկազ, դե անում են, բայց ոչ այդ կարգի, մենակ ուռուխի պոստը արդեն քանի վարորդի դեպորտ արի։
Միջև հա անցար Գիտես ինչ ամենախնդիրը առաջացել։ Տամուրջին ասնելուց հարցնում ես մենք այս խնդրեմ ունենք Ռուսաստանում։ Տամուրջ աշխատողն ասում է ձեր օրենքը ձեզի չի վերաբերվում։ Այսինքն դու ինչքան ուզում եք արագ մտեք դուրս գաք որպես Բեռնար փոխադրող։ Էմիգրացիոն կարգ վերցրել Տամուրջը։ մենակ դեն Արդեն գայշտիկները կայացնում են միգրացիոն ծառայությունը կայացնում է խփում է ծրագրով 90 օրից ավել եթե մնացել ես այն արդեն քեզ 5 տարի եթե մարդ կա որ 90 օրը չի նայեք Ձեր բոլորինը լրացել 40 օրից ավել մնացած են արդեն 7 տարի է Մի օր էստան դեպորտ է Սահմանափակում է գրաֆիկը մի երեսը կազմի 20-25 օր ոնց կարա խոսքի 8 ամիս այդ օրենքը ելած է 8 ամսվա մեջ էլ գումարը 25 օրը ինչքան կերնի 90 օրը անցավ չէ Այստեղ բոլոր շոֆերներին է անցած Մի որը սերտան դեպորտ է Բոլորին է խոսքի չեն ասում Չեն ասել ոչ 6 ամիս առաջ ասել եմ ես տեղեկացած ենք եղել դրա մասին 6 ամիս առաջ 6 հարցը ամիս դրել են առաջ քննարկման բայց Էսկինը լուծում չեն խոսած տվել Սաղին իրազեկից տամոժին անձամբ ես հարցրել եմ տամոժին գսել է ձեզի չի վերաբերվի ու ազատ մտե ելել ենք բայց այս մեր վերջի շաբաթվա ընթացքում որոշեցին որ ղազախներին մեզի վրացիներին կվերաբերվի 5 օր առաջ է մեկ այդ խնդիրը չի եղել Բայց այդ խնդիրը հիմա Ղազախը լուծել է Ղազախստանի պետությունը լուծեց այդ խնդիրը Վրացիները լուծել իր խնդիրը Բայց հələ մերին սպասի առաջ լուծել պայմաններով 20 օր հետո Լարսը եթե ձունը դրեց մենք ստիպված չուզենալով դու գնալու ես ընդ մնաց 20-ից 25 օր դու ուզենաս թե չուզես եղանակային պայմաններով այս այն սահմանը չի որ կրուլի տարին աշխատում է Este սաղնել, այս աշխատողներ սաղնել ուզում են որ իրանց ռեսը մի շաբաթ տևա կամ 90 գերազանցի խնդիրը չկա Էսա ասում ես Ռուսաստան 1500-2000 մեքենայի հանդեկայնացած 5 օր առաջ Էսի հերթն է Ռուսաստանի Всё, այդ հերթը գնաց 10-ից 15 օր Այստեղեցիկների կպահեք Նայեք, էլեկտրոնի Նայեք, էլեկտրոնի հերթն է, նայեք քանի մեքենա է Este avtomat ու այս պահը արդեն ուզաշտած 10 տարին Ռուսաստանից կալացողը դեպի Հայաստան նայեք, էսի գրանցվածն է Երբ են գրանցվել 16-ը 10-րդ ամիս ու 19-10-րդ ամիս 10-ից մինչև 14-ը եթե ինչ-որ խոչընդոտներ չյանի դեշտա տամոժնի ասնի Արդեն 4 օր այդտեղ սպասեց է 1455 մեքենայի մի շաբաթ պետքա որ ինքը ընդամենը սահման անցի մի շաբաթվա ընթացքում Եթե մի մարդ էլ խոսքին գնացել аж գիտեմ Ուֆայից է բեռը բարձր արեց 20 օր ռեսը 25 օր 3 անգամ այս մարդը գնաց եկա մինչև մայիս սահմանը փակվում է բեն մնացած ամիսները ոնց անում այդ մարդը Ստե շատերը բեռերը բարձած կայնած են այս պահին բաժ գիտեն այդ հանդեպ տանեն բեռը հետ դատար Գիտեք այս Մարդը պամիդորա բարձած վարունգ են բարձած խաղող են բարձած կերնա աշխատի մասամբ 50%-ով մասամբ երբ որ ընդհանրապես ավտո չեղնի է Ռուսաստան մտար բարձար ֆռացիր ելար всё այդ սաղ աֆորմիտ մաֆորմիտ ձևակերվում եղանի խոսքի մեջ անվան տասկում կրնանան պես բայց չի Ֆիտոյ ամառես կայնում եղանակը ես քեզի բացատրում եմ եղանակը 10 օր հետո Լարսում ձունը դրեց մի մետր եթե ձուն եկա վրացին հետի մակրում է 15 օր 15 օրվա մեջ հերթնում է 5000 ավտո արեց 35 օր որ Չես կարար Ընդել ախպրս ոնց այդում ռուսն էթում է վրացին էթում է Սկան շոֆեր է Հայաստանի Հանրապետությունը Գևջան մի րոպե Սկան շոֆեր ունենք Հայաստանի Հանրապետությունը Սենք սաղին դեպորտ արեցին Տնտեսությունը ոնց պիտի Որձե Հայաստանի Հանրապետության մեջ չի կարա չէ Այսօր ով պիտի բացի այս շոֆերներից ով կարա խոսքի իրանցից Կարան էլի նստի ֆուր քշեն Էստան է տնտեսությունը բերեն որ իրանց երեխաները պահեն Ով կարա չի կարա չէ Բայց Հայաստանը էլ Ասենք սկանի դեպոտ գնաց սա Հայաստանը գնաց Այս շոֆերները գնացին ով պիտի պահի այդքանին Եղավ տնտեսությունը փակվավ Եղավ որ այդ հացը այդ ցորենը չմտավ Հայաստան հացը տարավ 100-ից 500 դրամ Ինչ էդիկ հաճելի է Այսօր իրանց հացը չկերան կամ այդ ամեն ինչը չկերան Ասեցին է կբերեց ցավը տանի մետ ասեցին է արդեն թելադրվող երկիր կդառնաս Անկախ պետություն ենք պիտի թելադրվենք հա
Եթե մենք գնացին ոչ մի ազգեր Հայաստանի բերերը չի բերում, սա ճամփեքներ փակելի է։ Ես չեմ հետա բանկին ամեն ամիս 700,000 դրամ թողտամ, ասետնի իմ համար ծորեն բերի։ Կամ վրացին ու կաշխատ։ Խաղը, կամ այդ ծիրանը, կամ այդ դեղցը ամեն ինչ էր մեր մտերքը, գյուղ մտերքը ում պիտի տանի տա։ Այսքան ժողովուրդը մեր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այդքան գյուղ մտերքը կնա օգտագործել չի կարա։ Պիտի արդահան է, չէ՞ որ այդ գյուղացին է ապրի։ Այդ գյուղացին էլ է, չէ՞ այդ հողին հարկու դա։ Ամեն ինչը շղթայական է, նայեք։ Այդ շղթանով կապեց ինքը չի գործարանը։ Խաղողը չի տունե, պատճառն ինչ է, գցե եթե այդ խաղողն ընդունեմ, հերոստացույցով ցույց կտային։ Կայնակ ու գինի հանեմ, եկու ծերուսը չի առնի այդ կայնակն ու գինին, խնդիր ունի բաժարկել, չէ։ Դոր համար չի տունե։ Տեսեք շղթան ուրդուս կֆեռակու կա։ Իմի այստեղ գտնվող բոլոր վարորդների մուտքի արգելք կա, հա, բոլորը դեպի։ Եթե գնացինք բոլորին եք եղն, բոլորի 90 օրն էլ լրացավ։ Բարձած կանց են մարդիկ միտքը բարձած, այս կային միտքը փճանում է, բայց Կայնակը, որ այդ Հայաստանի գնաց, Լարսուն տարան մի վարքյան ստուգման։ դեպի տեսախցիկները։ Լարսուն տարան ստուգման։ Միջև տանում են, բերում են անալիզ։ Մինչև 60 օր, չէ, 60 օր էլ տևում է։ Այդ վարորդը որ մնաց ընդե։ 60 օրը իր քնեց ավտոյի մեջ այնտեղ Լարսի տամոջ։ ռեսպրծավ այդ 90 օրը։ Ինչ անել այդ 60 օր մարդը։ այդ մարդը մենակ 60 օր մենակ այնեց ընդե։ Եկա որ հարցի լուծում չեղավ։ Իմ 94 օրը լրացել, հա, որից 47 օրը ես Վլադիկավկազի փողոցներում եմ անցկացել։ Հերթերի մեջ։ Գիտեք, շատ հարցեր կա, որ պետք է քննարկվի, շոշափվի, ուղղակի ինչ ասած հայ խայսյատ է, չէ՞, տանակ Օսկորնի կասում։ Մարդիկ ոնց վասենտուն այդ մենակ մեքենայի վրա սա Բոլոր ազգի հարցն է սա։ Սա հիմա ազգի հարցն է, որ այսքան մարդիկ այդ եղածը չբերեն, սա ազգի համար ծանր հետևանք է լինելու։ Վրաստանը կամարվի տրանզիտ երկիր։ Մարդիկ կոնյակը բարձած կերտան Վրաստանով անցնելու, չի թողնա իր երկրով անցնեն, տանին մուշարում կվերցնեն։ Ու հարց չկա տվող, իր ինչ գործն է, նր մուշարում կարող է վերցնել սպարող երկիրը, ումոր կասնի։ Տանինգը մեքենան կեզի, փողեր կվերցնեն, օրինական և անօրինական ճանապարհներով, տանինգը նմուշ արման, իրանք կորոշեն հետ դարձնեն, թե չդարձնեն, ու չկա այդ հարցը տվող Վրաստանի կառավարությանը, դու ով ես, ում շունն ես, որ հայկական ֆուրը քեզի կմուծե 355 լարի տրանզիտ որպես պետություն, կասիկ ու երկրով, այդ Վրաստանը շատ սենք ըմպես պետություն է, որ իրա ճանապարհն իրան կպահել, այդ տրանզիտը չեղնի ինքը չի կրնա գոյատևե, ու խոսքիմ տանինգը կան ֆուրերը փայենգը քեզի հետո կմտածեն, ետ դարձնեն, թե թողնա ներտա Ռուսաստան ու ինչն է այդ ամենի պատճառը։ Կամ էլ փողը տվեք գնացեք։ Եթե դու տրանզիտ պետություն ես, քու տրանզիտիդ համար կմուծեմ, որ ես անցնեմ։ Քու ինչ գործը դե կոնյակը որակով է թե Է ածուխը մի ամիս առաջ ածուխը Հայաստան գալիս էր առանց խնդրի, բայց ի էմի ածուխի համար պետք է գամ փողտան որ անցնի Հայաստան, գազը նույն, պեսոկը նույն։ 10 ամիս մեքենաս կայնել է, ամիս մի անգամ էքսպերտ են ուղարկել։ Օրերս պրծա, բայց ինչ անել։ Վերջում էլ ասել են հետ գնաք բեռով Հայաստան։ Իսկ ինչքան ժամանակավոր է խնդիրը։ Այս խնդիրը արդեն ակի ժամանակ է, նոր չի առաջացել։ Մեր 90 օրինը կոնկրետ էս մեր շաբաթն է, որ շատ խիստ ձևի կպարժեն վարորդներին, շատ խիստ ձևի։ 3-4 օրվա մեջ, որքան է օքե արդեն դեպորտ են։ Այստեղ մարդիկ են կամ որ արդեն մի դեպորտ արած։ Ինչ անես։ Այնտեղից ինչ-որ պատճառաբանություն, մեկնաբանություն տալիս են ինչի համար։ Չէ, չեն ասում։ Ոչ մեկն քեզ բավարար պատասխան չի տալիս։ Հարց տալիս ես չեմ պատասխանում։ Գնացել եմ ռուսը, հետ եմ գալիս, ինձ մեքենաս թողել են։ 5 օր եմ մնացել, ասում ախի է շուտ հետո։ Ասում եմ հետ եք ուղարկում, ոնց 5 օրվա մեջ է, չէ՞ թե Հայաստան։ Այդ մի անգամ հետ եմ գնացել։ Սաղից հարցերն է, որ լուծում գտնեն, բոլորս էլ այդքան կանք, աշխատենք։ Իսկ այս իրավիճակում ամենամեծ մեղադրում եք համարվեսիկը։ Չեմ կարող ասեմ, պատասխանող ղեկավարությունը պետք է հարցերը զբաղվի։ Ես ոչ մեկի չեմ կարող մեղադրել։ Ո՞ւմը մեղադրել։ Ղեկավարություն մարդ ունենք,
Թող այս հարցը զբաղվի։